Ողջույն բոլոր ժողովուրդ, դե տեմքիրքի ես Ալեքսը, դու գտնում եք իմ Alex TV YouTube-յան ալիքում։ Այսօր նկարում ենք հերթական շատ բոմբ ու հետաքրքիր վիդեոն, որի վերնագիրն է Google քարտեզի ամենատարօրինակ եւ սարսափելի վայրերը։ Եթե տեղյակ չեք, ապա ասեմ, որ գոյություն ունի Google Maps Google-ի քարտեզներ ծրագիր, որում նկարահանված է մեր երկիր մոլորակի ամենամաքսիմալ պատկերը։ Ինչպես է դա արված։ Ուրեմն Google ընկերության աշխատակիցները տրանսպորտներով ճանապարհորդում են ողջ երկիր մոլորակով եւ այդ ամբողջ ընթացքում նկարահանում երկիր մոլորակը։ Եվ ցանկացած պահի դուք կարող եք մուտք գործել այդ Google Maps ծրագիրը եւ հայտնվել օրինակի համար Փարիզում եւ տեսնել թե ինչ տեսք ունի օրինակ Էյֆելյան աշտարակը։ Այո, գոյություն ունի մի ֆունկցիա մարդուկ, երբ դու դառնում ես մարդուկ եւ կարողանում ես քայլել քո ուզած հատվածով երկիր մոլորակի եւ տեսնել թե ինչ է կատարվում տվյալ հատվածում։ Եվ այս ամենի արդյունքում տարիների ընթացքում մարդիկ օգտագործելով այդ Google Maps ծրագիրը հայտնաբերել են ինչ-որ տարօրինակ, հետաքրքիր եւ ինչ-որ սարսափելի վայրեր կամ երևույթներ կամ պատկերներ, որոնք էլ որ տեղադրել են համացանցում։ Եվ եթե դուք հենց հիմա մտնեք TikTok, գիրեք Google Maps, կտեսնեք միլիոնավոր տեսանյութեր, որտեղ կան ինչ-որ վախենալու տեղերի կոորդինատներ, որոնք գրելով Google Maps-ում դուք կհայտնվեք այդ վայրում։ Եվ այսօրվա տեսանյութում մենք միասին դիտելու ենք այդպիսի վիդեոներ, կտեսնենք այդ սարսափելի կոորդինատները, կգրենք եւ ինքներս կփորձենք գտնել այդ տեղանքները։ Դե ինչ, հուսով եմ մաքսիմալ հասկանալի բացատրեցի, անցնենք վիդեոին, ընթացքում ամեն ինչ կհասկանաք։ Դե ինչ, գնացինք։ Так, ժողովուրդ, եթե մինչև հիմա չեք հասկացել թե ինչու՞մ է վիդեոյի իմաստը, հենց հիմա կհասկանաք։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, ահա այն մեծ նկարած հատվածը, որը որ ես ասում էի։ Ինչպես տեսնում եք, մեր ամբողջ երկիր մոլորակն է եւ ցանկացած մաս ես կարող եմ ընտրել եւ հայտնվել այնտեղ։ Եվ մենք հենց հիմա մտնում ենք TikTok, գրում ենք Google Maps եւ գտնում ինչ-որ տեսանյութեր, որտեղ մարդիկ ցույց են տալիս ինչ-որ սարսափելի վայր եւ փորձում ենք գտնել եւ տեսնել ինքներս։ Վստահ եմ շատ հետաքրքիր անցնելու այնպես որ խնդրեմ հենց հիմա փոքրացնես տեսանյութը, լայքես վիդեոն, բաժանորդագրվես ալիքին, որպեսզի շատ շուտով հասնենք 20000 բաժանորդ։ Բան չի մնացել։ Դե ինչ, գնացինք։ Ուրեմն TikTok Так, ինչպես ասում էի, միլիոնավոր տեսանյութեր կա, հենց առաջինը ընտրենք։ Так, 1.8 միլիոն լայք։ Դες ինչ ասում, what is this։ Տեսեք, ուրեմն այսինքն ուղիղ գծով քաղաքն է ու ռեսկի կտրվում է ու այդ գծից այն կողմ էլ ոչ մի տուն չկա, բայց ինչ որ ուղիղ ճանապարհ է, որը չգիտեմ ուր է տանում։ Так Ինձ հեսա իմ ասած մարդուկ դառնալու ֆունկցիան, կարողանում ես կանգնել ցանկացած վայր ու ինքդ տեսնել։ Так, հիմա փորձենք գտնել եւ տեսնել թե ինչն է պատճառը, որ այդ գծից են կողմ տուն էլ չկա։ Նորոգում ենք որ միստիկ վայր է։ Так, մտնում ենք Google Maps։ Փորձենք գտնել անունը ուրեմն։ Ոնց որ թե գտա։ Так. Տեսեք, այստեղ էլ ոչ մի բան չկա, ասես ոնց որ քառակուսի գնդի մեջ լինի տունը։ Так. Ես կարող եմ ճանապարհին կանգնել։ Այո։ Так, տեսեք, ուղղակի քաղաքը պատտվում ենք հետ ու վերջ։ Իրացա private property, այսինքն այդ նշանակում է որ արգելված է այն կողմ անցնելը։ Ու ինչպես որ սպասվում էր, այդ գծից այն կողմ չեմ կարող էլ մարդուկ դառնալ, որպեսզի տեսնեմ։ Բայց ինչ հետաքրքիր չէ, ժողովուրդ։ Մարդ այս քաղաքում ապրեր, վերցներ իր ընկերներին ու գնար բացահայտելու, չէ՞։ Թքած օրենքների վրա։ Так, շատ հետաքրքիր սկիզբ էր, անցնենք երկրորդ վիդեոին, так, TikTok։ Էլ ինչ վիդեո կա։ Օրինակ էս մեկը, ranking the Google Maps։ Հասկացա։ Ինչ է։ Հասկացաք ժողովուրդ։ Ես վիդեոյի սկզբում ասացի, չէ, որ Google-ի աշխատակիցները ինչ-որ տրանսպորտներով անցնում են ամբողջ մոլորակով ու նկարում այդ ամբողջ ընթացքում։
ու այս տղեն տեսել է, որ Google Maps-ի աշխատակիցները ավտոմեքենայով անցնում են եւ նկարում, ու հենց այդ բան լուսամուտից ցույց է տվել իր մատը։ Եվ հետո, երբ արդեն այդ նկարածը գցել են ծրագիր, ինքը մտել ու գտել է իրան։ Բայց սենց վիդեոները շատ են համացանցում ու 99%-ը սուտ է։ Հիմա փորձենք գտնել։ Так. Անունը ուրեմն էս փողոցի Ավգեն։ Так. Որ հատվածում է։ Չէ, ժողովուրդ, էս հաստատ Photoshop-ը, այստեղի պատերը նայեք, նույնիսկ նման էլ չեն գույները։ Է, հաստատ Photoshop-ը, համ էլ վիդեոյի մոնտաժից էլ ազգացվում։ Так, հաջորդ վիդեոն գցել են 1 օր առաջ ու արդեն 160,000 լայք։ Այդ լուրջ թիվը մի օրում 160,000-ը։ Նայում ենք, what is this? Так. Ինչո՞։ Հողի վրա ոնց որ դինոզավրի հետ կլինի։ Ու մի հատ չի ժողովուրդ, որ ասեմ այդ մի հատ դեկորացիայի համար է։ Ու որպեսզի դուք հասկանաք չափսերը, ժողովուրդ, մի հատ նայեք, այս ծառա, ուրեմն, այսի ծառա, իսկ այս այդ հետքն է։ Համարյա նույն չափի են։ Իրոք դինոզավրի ոտքի հետք է։ Իսկ մի հատ հետաքրքիր է այս տարածքի անունը։ Godzilla photo։ Godzilla։ Մի հատ շատ շտապ այս TikTok-ի վիդեոյի կոմենտներն է հետաքրքիր։ Ես ճիշտ էի կասկածում։ Это же тот место, где первый фильм снимали про Godzilla, кто помнит։ Ասում է այս այն տեղն է, որտեղ որ նկարել են Godzilla ֆիլմը։ Godzilla-ն էլ հենց տենց դինոզավրի նման ինչ-որ երևույթ է։ Այ, կարճ տևեց մեր զարմանքը։ Նայում ենք հաջորդ վիդեոն։ 4 միլիոն լայք, պատկերացնում եք։ Իսկ ինչ է, որ 4 միլիոն լայք ունի, так։ Ովի մեջ է ոնց որ թե։ Ովի տակ։ Հենց էս էի ասում ժողովուրդ, տեսնում եք, փոստորեն նույնիսկ ջրի տակ են նկարել։ Դե պարզ է, որ ինչ-որ տեղեր կա, որտեղ անհնար է հասնել ու նկարելը, բայց ջրի տակ փոստորեն հասել են։ Так, ու ինչն է տարօրինակ։ Տեսակ կամերան սես պտտում է ու ձկան շատ տիտաղալու դեմքը։ Так, ինձ թվում է ես գտնելը ահա որ բարդ է լինելու։ Так, անունը։ Заказник Palmyra։ Երևի թե ճիշտ է։ Ոնց որ թե ճիշտ է։ Օ, հես այն կեյտը, որ սեղմում էր ու տելեպորտ անում, так։ Հլը, այս պորտն է, որ նկարում են։ Ու ինքը թեքում էր ուղղակի աջ ու այդ ձուկն էր մի անգամից։ Գոլը։ Ու այդքան էլ շատ շարժվելու տեղ էլ է, չկա։ Так, հլը։ Ten minutes later. Ժողովուրդ, ես 10 րոպե համար եմ գալիս ու չեմ կարողանում գտնել։ Այստեղ մի հատ էլ կոորդինատ կա, եկեք էսի փորձենք մի հատ էլ։ Հես այդ ձուկը երևի թե, հլը աչքերը էլի տեղին է։ Ուղղակի ուրիշ ռակուրսից է նկարած։ Կարողացանք ես մեկը գտնել, կամ էլ կարող է Google-ն է տեսել ու ջնջել այդ հատվածը, որտեղ 4 միլիոն լայք ուներ, բայց թե ինչի, երեք ձեր կարծիքը կոմենտներում։ Так, հաջորդ վիդեոն։ Ես ինչ սիրուն դղյոկու։ Լուրջ Wednesday ֆիլմի տունն է։ Իմ ջալես գրեք կոմենտներում դիտել եք արդյոք Wednesday ֆիլմը թե ոչ։ Ոյ,
ֆիլմ չէր, սերիալ։ Ես անձամբ դիտել եմ 2 սերիա ու դուրս չի եկել։ Դե ինձ թվում է իմաստ չկա ման գալու այս տունը, պարզա որ հաստատ ճիշտ կլինի, որտեվ այդ տունը սարքած չէր, իրականում գոյություն ունի։ Ժողովուրդ, հաջորդ տարածքը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, այսա է։ Հիմա կասեք, ի՞նչն է տարօրինակ, սովորական ինչ-որ կառույցներ են, խոտ, ասեմ ի՞նչն է տարօրինակ։ Եթե ուշադիր դիտենք, տեսնենք այս տարածքի անունը subscribe։ Իսկ ինչ է նշանակում subscribe։ Subscribe նշանակում է բաժանորդագրվել։ Ժողովուրդ, խնդրում եմ, հենց հիմա փոքրացրիք վիդեոն ու բաժանորդագրվեք ալիքին։ Ձեր համար շատ տանջվում ենք ու շատ բարդ է գտնել այս տեղանքները։ Տակ ժողովուրդ, ես որոշեցի մի փոքր էլ TikTok-ից դուրս գամ ու փորձեմ ուրիշ տեղերով գտնել կոորդինատներ, ու ստեղ մի հատ բան եմ գտել, գրված է «Корабле крушения в Красном море захвачено Google Maps»։ Այսինքն ասում է խորտակված նավը ֆիքսվել է Google Maps-ի տեսախցիկով։ Այդտեղ կոորդինատներ կան, եկեք տեսնենք իրոք կա խորտակված նավ, թե ոչ, ես չեմ հավատում անկեղծ ասած։ Գնում ենք, так։ Իրոք խորտակված նավ։ Ու եթե ես իրոք գոյություն ունի ու այդքան մարդ տեղա կա, ինչի չեն գնում գտնեն այդ նավը։ Հնարավոր է շատ անհավանական է, բայց հնարավոր է ողջ մարդիկ կան կամ հնարավոր է թանկարժեք բաներ կան այդ նավի մեջ։ Ու նայ ժողովուրդ, եթե հերվածնենք կյանքում չես կարա գուշակես, որ ստեղ կարա խորտակված նավ լինի, բայց մոտիկացնում ենք ու Ոտ հետաքրքիր է։ Ինչի էլի ոչ մեկ չի գնում գտնի այդ նավը։ Ժողովուրդ, եթե դուք դիտել եք իմ վերջին տեսանյութերը, ապա տեսած կլինեք Area 51-ի մասին վիդեո, որտեղ ես պատմում եմ, որ կա այդպիսի տարածք, որտեղ ամենայն հավանականությամբ պահվում են ալմոլորակայիններ։ Այդ տարածքի անունը Area 51 է, բայց ես հիմա գտել եմ մի տարածք, որի անունն էլ Area 52 է, շատ մոտ է Area 51-ին, ու հələ նայեք, թե ինչ կա այդ զոնա 51-ում։ Հələ ստեղ նայեք։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, որ ես կարող եմ ինչ-որ մարդ է ուղղակի հավեսի համար գտել, բայց ժողովուրդ շատ տարօրինակ է էլի, ոնց կարա այս մասշտաբի բանը գծված լինի ուղղակի հավեսի համար, ես չեմ հավատում։ Եթե մարդը ժամանակ է վատնել, իսկան գծել է, ուրեմն ինչ-որ նպատակ ունեցել է, չէ՞։ Էս էլ նես բան չի, որ պրանկ անես ու ամեն օր մարդիկ տեսնեն, ես պետք է պրям ման գաս, որ գտնես։ Ok, անցնում ենք առաջ, հետաքրքիր է։ Ժողովուրդ, վստահ եմ, որ գիտեք, թե ինչ է երկնաքարը։ Երկնաքարը ընկնում է երկնքից ու շատ մեծ վնասներ է հասցնում երկրին, ճիշտ է, շատ հազվադեպ են ընկնում 100-ից մեկ անգամ, բայց մեր Google Maps-ը ֆիքսել է այդպիսի մի տեղանք, որտեղ 2008 թվականին ընկել է երկնաքար ու տեսեք, թե ինչ վնաս է հասցրել։ Փառք Աստծո ընկել է անապատում, որտեղ մարդիկ ամենայն հավանականությամբ չեն եղել, ու նայեք, ինչ չափի է։ 45 մետր ժողովուրդ, 45 մետր երկարությամբ վնաս է, ճեղքում է արել։ Հաջորդ բանը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, դա գերեզմանոց է, բայց սովորական գերեզմանոց չէ, մարդկանց գերեզման չէ, այլ կյանքում չեք կարող ուշակի, ուղղաթիռների գերեզման։ Մաց ստեղ նայեք։ Նայեք ինչքան ուղղաթիռ կա։ Այս բոլոր ուղղաթիռները ինչ որ ավիավթարների են ենթարկվել կամ ինչ որ պատճառներով չեն աշխատում ու բերվել են ստեղ։ Բայց նայեք ինչ շատ են ժողովուրդ։ Ու հետաքրքիրն է, որ հենց այս սրա կողքը տներ կան ու մարդիկ հիմա պետք է անամ ճանապարհին կանգնեն մարդուկով։ Հա, հələ թեքվին։ Հələ, ստեղից երևում են ուղղաթիռները։ Բայց այնտեղ զաբոր կա, ոչ մի կերպ չես կարող անցնես։ Ու այսօրվա մեր վերջին շատ գեղեցիկ բանը, որ գտել եմ, դա գիտարի տեսքով անտառն է։ Հələ մի հատ տեսեք, թե ինչ սիրուն է ժողովուրդ։ Ճիշտ է, երբ որ դու մեջն ես, չես հասկանում, որ գիտարի տեսք ունի, բայց հələ ինչ նույնիսկ այսպես բարձրությունից երևում է, որ գիտարի տեսք ունի։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էր մեր այսօրվա վիդեոն, վստահ եմ բոլորի շատ դուր եկավ,
Գրեք կոմենտներում կցանկանաք տեսնել երկրորդ մասը թե ոչ, իսկ ձեզ հետ է ես Ալեքսը, ցտեսություն, պակա-պակա։